Մոսուլի սահմանային գծից 10 կիլոմետր հեռավորության վրա քրդական Փեշմերգայի զինվորականները զննում են իսլամական պետություն խմբավորումից ազատագրված տարածքները եւ իրենց խոսքերով շատ տեղեկություններ ստանում այս խմբի զինյալների մասին։ Օրինակ, խանութներից մեկում կառուցվել է ռումբ արտադրող գործարան, որտեղ շարունակ այրել են նավթ գյուղը դաշնակից ուժերի ուշադրությունից թաքցնելու համար։ Ծայրահեղականները ավազի պարկեր են լցրել մզկիթում։ Եթե պաշտպանվելու համար նրանք պարկերը տեղադրեին դրսում, իրենց թաքստոցը տեսանելի կլիներ դաշնակից ուժերի համար։ Փեշմերգայի քրդական ուժերը ուսումնասիրում են նաև ծայրահեղականների փորած թունելները, որոնցով վերջիներս դուրս են եկել շրջապատումից։ Սակայն որքան էլ նման տեղեկություններն օգնում են Իրաքի կառավարական ուժերին եւ քրդական Փեշմերգային, Դաեշի դեմ պայքարը մնում է չափազանց բարդ։ Ինչպես քրդական ուժերի հրամանատարներից փոխգնդապետ Օսման Ալին է ասում, ներկայումս ամենավտանգավորը պայթուցիկներով լցված ավտոմեքենաներն են ու մահապարտ հարձակումները։ Բացի այդ, քրդական ուժերն այնքան լավ չեն զինված, որքան Իրաքի կառավարական ուժերը, մեզ հատկապես այս պահին շատ ավելի լավ զենքեր են պետք։ Թունելի մյուս կողմից դուրս գալով Փեշմերգայի զինվորականներն ասում են, թե պայքարելու են մինչև ծայրահեղական այս խմբավորման լիակատար կործանումը։ Դաեշի դեմ միասնաբար այսօր պայքարում են Փեշմերգայի ջոկատները, Իրաքի բանակային ուժերը եւ շիա մահմեդական զինված խմբերը, սակայն նրանց բոլորի միջև էլ կան տարաձայնություններ եւ լարվածություն։ Այդ պատճառով է նաեւ, որ ազատագրված տարածքների բնակիչները ներկայումս չեն փորձում վերադառնալ իրենց տներ։ Պատճառներից մյուսն այն է, որ տների մեծ մասն ավերված է, գյուղերը լցված ռումբերով եւ մարդկանց դիակներով։ Արամ Վանեցյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոն։